Ինչ է կարծում, ընդդիմությունը պետք է մանդատները Ընդդիմությունը պետք է վերանա, այս ազգի մեջից պետք է վերանա։ Ինչու՞։ Այդ իրեք Որտեւ այդ ընդդիմություն չի, Սարգսովի բաները են, կոռուպցիաներներ են, գողեր են։ Դրանք ընդդիմություն չէ։ Դրանք գալիս են, որ նորից թալանեն ժողովուրդը։ Իսկ իշխանությունից գոհ եք դուք։ Շատ, ինքը գոհ է, ես չեմ։ շատ։ Ինչու՞։ Ինքը ստերից չի, ինքը Ռուսաստանից է եկել, Սուտ ասում։ որ բանին Որտեւ ես իսկական ընդդիմություն եմ, այ դրա համար է գոհ չեմ իշխանություն։ ինքը սրտից խոսում է։ Չէ։ Այ ինչ եք առաջարկում դուք որպես ասում եք իսկական Ինչ ընդդիմություն եք։ առաջարկենք, մի հատ ազգային Իշխանափոխություն անեն ոչ փողոցով, ազգային կուսակցություն մանդատներ։ չեն կարող իշխանափոխություն անհնարին է անել։ Այս ընտրություններն էլ է ավելորդ։ Բայց Նիկոլ Փաշինյանն էլ չէ, հավերժ չէ, քաղաքացիական Ընդհանրապես ոչ մեկ հավերժ ինքը մեծ մարդ է, չի հասկանում ինչ ասում։ ու այս ընդհանրապես շատ սխալ քաղաքականություն է։ Ցույց են տալի իբր թե բան են անում, բայց 8 տարի ոչ մի բան չարեցին, հիմա էլ հաջորդ 5 տարի ոչ մի բան չեն անում։ Ես թոշակառու մարդ եմ, բայց ասենք 10,000-ով 20,000-ով թոշակը բարձրացնել է, դա սուտ բան է, գների այս տեմպերով աճ դեպքում այդ թոշակի բարձրացումը զրոյական է։ որպես քաղաքացի ինչ եք առաջարկում։ Գիտեք ինչ շատ դժվար է ինչ-որ բան առաջարկել։ Հիմա ասեմ նորից վերընտրություն լինի, սխալներ գտնեն այս վերահաշվարկների ընթացքում, բան, էլի նույն պատմությունն անելու, անիմաստ բան է։ Չգիտեմ, պատասխանը չգիտեմ, եթե իմանայի մի հատ կուսակցություն կբացեի ու ժողովրդին հետևիցս կտանեի, շատ դժվար է այդ հարցին պատասխանը։ Հայաստանի հետագա կյանքը, 5 տարիների կյանքը ՔՊԻ-ի, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարությամբ ինչպես եք պատկերացնում։ Դե իբր թե ինքը ձգտում է դեպի Եվրոպա, դեպի Արևմուտք, բայց իրականում ինքը չի կարող դեռ փոխվի Արևելքից էլ, Ռուսաստանից չի կարող փոխվի ու չի կարենալու փոխվի։ Բայց ճիշտը եթե ուզում եք իմանալ հայ ազգի համար առաջնահերթ խնդիրը դա է։ Փոխվել այդ սրիկաներից։